Հարգելի ունկնդիրներ, 31 հունվար 2026-ը գնշե 40-ամյակը հակատաշնակցական պայքարի զոհ կացած Վարդգես Տեր-Ղարաբեդյանի, Լևոն Բերբերյանի, Ներսես Խուդավերդյանի անարգսպանության և պրոֆեսոր Հակոբ Բարսումյանի արևանկման։ Հոմենեթմենի գետրոնական վարչության ադենաբեդ Վարդգես Տեր-Ղարաբեդյան, համասկայնի գետրոնական վարչության անդամ Լևոն Բերբերյան, Բեյրութի Հոյթա Քրիստափոր Գոմիդեի անդամ Ներսես Խուդավերդյան, Վադարի սպանության զոհգերտան, իսկ Լիբանանի հայտարարի հանձնախումբի ադենաբեդ պրոֆեսոր Հակոբ Բարսումյան փրդորեն գարևանկվի Բեյրութի Ուաթուատ տաղի մեջ Ալեք Մանուկյան ակումբին առջև, երբ 4-ը միասին Արա Երևանյան ակումբեն գուղվեին իրենց դուները։ Անձանոթ զինյալներ նախ կփորձեն ինքնաշարժումը արևանկել 4-ը, սակայն թիմադրության հանդիպելով գրակ բանալով կսպանեն 3-ը և գարևանկեն ու հետագային անձանոթ պայմաններու մեջ կսպանեն 4-րդը պրոֆեսոր Բարսումյանը։ Ահավոր ոճիրը օրին մեծապես կցնցե Լիբանանահայությունը։ Լիբանանահայ 3 համայնքապետները հանդես կգան դատաբարդանքի միացյալ հայտարարությամբ։ Իհարկանս նահատակ 3 հայորդիներուն, իբրև հավաքական ընդվզումի և դատաբարդումի արտահայտություն, երկուշաբթի 3 փետրվարին ազգային վարժարանները կմնան փակ։ Մեկ շաբաթ մինչև 8 փետրվար կճնջվին տեղի ունենալիք ազգային բոլոր հանդիսությունները և հավաքական ձեռնարկները։ Նահատակ 3 հայորդիներու հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի 5 փետրվարին Նոր Մարաշի Սրբոց Կարասնից մանկանց եկեղեցվո մեջ։ Եկեղեցվո մեջ հուղարկավորության արարողության կհանդիսաբեդե և տամբանական խոսք կարտասանե Լիբանանի թեմի օրվան առաջնորդ Արամ եպիսկոպոս Կեշիշյան, այժմ Կահագալ Մեծիդան Անգլիկիո կաթողիկոսության։ Ապա հուղարկավորները հետիոտն 3 տակառներ ուսամբարձ Կարասնից մանկանց եկեղեցիեն գուղին Բուրջամուդի ազգային գերեզմանատուն, անցնելով 3 հայորդիներու նահատակության սուկով պատված հայաշատ տաղամասերեն ու փողոցներեն։ Գերեզմանատան մեջ վերջին հրաժեշտի աղոթքեն ետք տամբանական խոսքեր կարտասանեն Հյուզան Թորիկյան հանուն Հոմենեթմենի և Գարո Հովհաննեսյան հանուն Հայ հեղափոխական դաշնակցության։ Մեր այս հատուկ հաղորդումով մենք առաջին հերթին կլսենք Լիբանանի թեմի օրվան առաջնորդ Արամ եպիսկոպոս Կեշիշյանի տամբանական խոսքը արտասանված եկեղեցվո մեջ։ Մարդկային բարեր անզոր են նկարագրելու այն խոր վիշտը, որ պատած է մեզ յուրաքանչյուրին սիրտը։ Արդյունքնից կարող չէ արտահայտելու այն խոր ցավը և ցասումը, որ կփոթորկե մեր ներաշխարը, իդես սա սարսափաստու և ահավոր տեսարանին։ 3 հայորդիներ, 3 կային, այսօր չկան։ Վարդգես Տեր-Ղարաբեդյան երկար տարիներու ազգային ժողովական ու պատասխանատու ղեկավար և Հոմենեթմենի գետրոնական վարչության ադենաբեդ, Լևոն Բերբերյան դարձյալ երկար տարիներու ազգային հասարակական գործիչ, համասկայնի և Հոմենեթմենի վաստակաշատ անդամ, Ներսես Խուդավերդյան մեր ազգային կյանքի մեջ նոր պատասխանատվություններ ստանձնած խոստումնալից ու մտավորական երիտասարդ։ 3-ն ալ արժանավոր հայեր, նվիրյալ հայեր ազգին ու եկեղեցվո։ 3-ն ալ հանցնարու հայեր ամբողջական հայության, ամբողջական ու ընդհանրական մտահոգություններուն ու ցկտումներուն։ 3 հավատավոր հայեր, որոնք իրենց ամբողջ կյանքը իրենց ժողովրդին հետ ապրեցան
իրենց ժողովուրդով ապրեցան, իրենց ժողովրդին համար ապրեցան, մինչև իրենց կյանքին վերջին շունչը։ Հավատացին ու գործեցին, պայքարեցան, երազեցին ու հուսացին, մեր կյանքի ամենեն մռայլ օրերուն իսկ, ամենեն թաժան բահերուն իսկ, միշտ Լիբանանի հայության արժանապատվությունը, Լիբանանի հայության միությունը, Լիբանանի հայության համայնքային շահերը իրենց կյանքին, իրենց գործին ու մտահոգության առանցքը դարձնելով, գործեցին, պայքարեցան ու հավատացին ամբողջական հայության ընդհանրական ցկտումները ու սրբազան իրավունքները իրենց կյանքին ամեն բանը վերը հասելով։ Երեք հայեր, երեք կային, այսօր չկան։ Ով չհիշեր այս երեք արժանավոր ու հավատավոր հայրենիները, ով չհիշեր իր ամբողջ կյանքը հոմենետմենին հետ նույնացուցած, հոմենետմենին հետ շնչած, հոմենետմենին հետ պայքարած, քալած, պատկեսը, որ հոմենետմենի անցնտիր արաքյալը եղավ սպյուրս աշխարի, ով չհիշեր բոլորին գոմե հարկված ու սիրված Լևոնը, Լևոն Թրավելը, որ ոչ միայն մեր կյանքի մեջ եղավ իրական ներկայություն, այլ իր հայու ջարդարությունը իսպաս դրավ Լիբանանի ճամփորդական ջուղի զարգացման ու առաջնության։ Վերջապես ով չհիշեր մանավանդ արևմտյան շրջանի մեր զավակները, Ներսեսը, որ իր քարուն հասակին իսկ պատասխանատու պաշտոններ ստանցնելու ամեն գարելություններով օժտված խոստումնալից ու մտավորական երիտասարդ էր։ Երեք արժանավոր ու նվիրյալ հայրենիներ, որոնք գային, բայց այսօր չկան, ու հարց կուտանք, ինչու անոնք չկան, ինչու այս սարսափաստու տեսարանը, ինչու այս ահավոր հարվածը Լիբանանի հայության, ողջ հայության, հանուն ինչի, հանուն որուն, ինչու այս ծանր հարվածը Լիբանանի հայության վարգին ու բադիվին, մարդիկ գմերնին սրբազան կաղապարի համար ու գթարնան նահատակ։ Բայց մարդ չեն մերցներ կաղապարի համար, որովհետև մարդերը գմերնին, բայց կաղապարը գմնա անմեր։ Այս կպատկանե Քրիստոսի ավետարանը, այս կվգայե ձոր նահատակությամբ լեցուն մեր պատմությունը։ Կարելի է մարմինը սպանել, բայց ոչ ոգին, ոչ կաղապարը։ Կարելի է մարդերը սպանել, բայց ոչ ասկը։ Մնայունը կաղապարն է, անխորդագելին ասկն է։ Բայց մնայուն արժեքներուն ու իդյաններուն համար իրենց կյանքը իսպաս տրին այս երեք նվիրյալ հայրենիները։ Ահա ճիշտ անոր համար այսօր ամբողջ ազգը, ոչ միայն Լիբանանի հայությունը, այլ ամբողջ ազգը իր բոլոր գազագերբություններով, իր բոլոր միություններով գսկա խորաբես
այս երեք հայորդիներուն մեկնումը աստենական աշխարհեն գսկա խորաբես այս երեք արժանավոր հայրենիներուն այս թևով մեկնումը որպես առաջնորդ Լիբանանի հայոց ես ծեր բոլորին անունով գխոնարին այս երեք բաստագաշատ հայորդիներուն բաստագին արջև սրդիվատ կսկամ սաբահուն հայտնելու խորասկատ ծավակցությունները հանկուցյաններու այրիներուն ընտանեկան և ասկեգանական բարականերուն քաղաքարի ընկերներուն և բոլոր ներկաներուն առաջին հերթին նորին սուրբ օծություն դեր կարեկին երկրորդ կաթողիկոսի ծավակցությունները ինչպես նաև մեծիդան ընգիլիգյո միապանության ազգային գետրոնական վարչության Լիբանանի թեմի ազգային իշխանության Լիբանանի երեք հայ հարանվանությանց հոգևոր բեդերուն Քերաբայձար Բեդողլյանին Վերաբադվելի Սարգսյանին և անձնապես իմ խորասկած ծավակցությունները թող այս երեք թագավորներուն վերջին պատգամը ըլլա մեզի ավետարանի բարերով մի երկնչիկ բայց միայն հավատացեք հավատքը կյանքի պետք է վերածել մեր ժողովրդի միասնականությունը այս օրերում մանավանդ ավելի խորացնել մեր կամքը պետք է ավելի բրգել ի խնդիր մեր ժողովրդի արդար թադին իրականացման ի փառս Աստուծո և հանսասանություն ազգիս հայոց Այժմ կընթերցենք Լիբանանահայ համայնքապետերուն հրաբարացած հայտարարությունը, որ մեյետ կլսենք հանուն հոմենեթմենի ընտանիքին գերեզմանադամ մեջ Հյուզանտ Թորիգյանի արտասանած թամփանականը։ Հայ համայնքապետները կդատապարտեն անարգ ոճիրը։ Խորցավով և ընդվզումով իմացանք Լիբանանի հայության կյանքի մեջ վաստակ ու ծառայություն ունեցած երեք հայորդիներուն Վարդգես Լերգարավետյանի, Լևոն Բերբերյանի և Ներսես Խուտավերդյանի սպանությունը, ինչպես նաև Հակոբ Բարսումյանի արևանկումը Արևմտյան Բեյրութի մեջ։ Այս անարգ ոճիրը առաջին հերթին կնկատենք ուղված ամբողջ հայության, որուն ամբողջական ու կերակույն շահերուն իսպաս էին դրած իրենց ամբողջ կյանքը այս երեք հայորդիները։ Այս կստմնելի ոճիրը ուղված կնկատենք նաև ամբողջ Լիբանանին, որուն ազատության, միության ու ամբողջականության համար պայքարած էին Լիբանանի հայության այս երեք նվիրյալ զավակները։ Խստորեն կդատապարտենք այս անմարդկային արարքը, ինչ ալլան անոր դրդապատճառները։ Նման արարքները գմիդին միայն բարակդում հարաճացնել մեր ասկային կյանքեն ներս և իբր այդպիսին գծարայեն միայն մեր թշնամիին շահերուն։ Այս առիթով գոչ կուղենք մեր ժողովրդի բոլոր զավակներուն զորացնելու իրենց ասկային միասնականությունը, ինչպես նաև կապվածությունը Լիբանանյան հայրենիքին։ Արամ եպիսկոպոս Քեշիշյան, առաջնորդ Լիբանանի հայոց թեմի, Անդրեաս եպիսկոպոս Բեդողլյան, Պատրիարքական փոխանորդ Լիբանանի հայ կաթողիկե թեմի, Վերաբադվելի Աբրահամ Սարգսյան, համայնքապետ Լիբանանի հայ ավետարանական համայնքի։ Սկագիր հայեր,
Հավաքված ենք այս երդասարդ թակաղներուն շուրջ մեր հարկանքի վերջին դուր կդալու նահատակ 3 հայորդիներու Վարդգես Տեր-Ղարաբեդյանի, Լևոն Բերբերյանի և Ներսես Խուդավերդյանի հիշադակներուն։ 3 առաքյալներ, որոնք ինգան բարդականության ճանապարհին։ Խոսք գարնենք հանուն հոմենտմենի գետրոնական վարչության ու համայն հոմենտմենական ընտանիքին, որուն քերակույն մարմնին ադենաբադությունը վարեց եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյան 1974-ին մինչև օրս, իսկ Լևոն Բերբերյանն ու Ներսես Խուդավերդյանը երկար դարիներ զարայեցին մեր բանձալիմության շարքերում մեջ իբրև մարզիկ գամսկավուտ։ Եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյան զավակն է ասկային զարդության նվիրված Տեր-Ղարաբեդյան ընտանիքին։ Ծնած էր 1928-ին Բեյրութ, ուր նախնագծն ուսումը կստանա հաջախելով Սուրբ Նշան ասկային վարժարանը։ Երկրորդական ուսումը կշարունակե Հիսուսյան հայրերու Սեն Ժոզեֆ վարժարանի մեջ, իսկ համալսարանական ուսումը կստանա համանուն համալսարանի մեջ, վկայվելով քաղաքական գիտությանց գաճարեն, իբրև մասնակետ դիվանագիտական և վարչական բաժիններու ու ստանալով իրավաբանության վկայակիր։ 1963-ին գամուսնանա օրիորդ Կարմեն Բուդակյանի հետ գազմելով ուսումնական ու մշակութային մթնոլորտով սնանող քաղաքապարաբաշխ փույնը գբաշտոնավարեր լիտանի չրելեկտրական քրեսենյակի մեջ։ Փոքր դարիքեն անդամակցած էր հոմենտմենին, սկաուտական շարքերում մեջ գտնված է շատ կարճ ժամանակ, իբրև մարզիկ մասնակցած է Բեյրութի մասնաճյուղի բասկետբոլի խումբերուն, դառնալով առաջին դասակարգի լավագույն մարզիկներեն իր ֆիզիկական կարողություններով, այլև իր դիբար մարզակի օրինագելի ընթացքով։ Երդասարդ տարիքեն եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյան գոչվեցավ գուսակցական ու ասկային ասպարեզներու ծառայության։ Եղավ միշտ սիրված ու պնդրված, գործագից այն բոլոր գազմերու մեջ, ուր գործելու գոչվեցավ։ Անցավ բադենեգան վարիչի բարդականությունեն, մինչև հոհիտա լիպանանի կերակույն մարմնի անդամակցության։ Եկեղեցվո տպրած տասի գազմեն բարձրացավ մինչև Գիլիգյան թեմի ասկային գետրոնական վարչության ադենատբիրի բադասխանադու բաշտոնին։ Մասնակցություն բերավ լիպանահայ մամուլին, աշխատեցելով Աստակ օրաթերթին, Աստակ շաբաթօրյակին ու Աստարար օրաթերթին։ Բոլոր գազմերում մեջ հաջողեցավ տնել յուրահատուկ դրոշմ իր կորզալագարբով և խստաբանջ բնավորությամբ։ Իդեալիստ էր, արագ և փորձառու դրամապանությամբ, հարցերը խորաբես քննող ու անխոնջ աշխատող, գադարալիակործությամբ բծախնդիր հավատացյալը, մնաց նույնը իր կյանքի ամբողջ տևողության։ Եթե բարակայապար իր եսը դեղմը շեշտվեր, չեր վարաներ հարադևել է, անորոքտագարությունը գտնելով հավաքականի շահուն մեջ։ Վերոհիշյալ բաշտոնները գխլեին իր դրամատրելի ժամանակին մեծակույն բաժինը, մինչև որ հասավ 1973 թվականը։ Եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյան հոմենտմենի 20-րդ պատգամավորականին կմասնակցեր որպես Բեյրութի մասնաճյուղի պատգամավոր։ Այս թվականին էր, որ հոմենտմենը իր բահեստեն դուրս բերավ եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյանը և երկու այլ հավատացյալներու Նշան Թույսուզյանի և Հրանտ Մուրադյանի մասնակցությամբ գազմեց
Հոմենտմենը համակաղոթային գազագերբության վերածելու գոչված մարմինը երանդամ հանձնախումբը անտուլ աշխատեցավ եւ գազագերբեց հոմենտմենի նոր շրջանի առաջին պատգամավորական ընդանուր ժողով մշակվեցավ նոր ծրագիր կանոնակիր եւ 1974-ի դեկտեմբեր 15-ին հոմենտմենը ծնունդ տվավ համակաղոթային իր ներկա գառույցին անոր անտրանիկ վարչության ադենաբեդի պատասխանատու Բաշտոնը վստահելով հանգուցյալ եղբոր այս թվականին սկսյալ եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյան լծվեցավ նոր թափ ու նոր ծավալ ունեցող հոմենտմենի համակաղոթային աշխատանքին Կենտրոնական վարչությունը հոմենտմենի պատմության մեջ տատրած էր գոյություն ունենալ է ավելի քան 40 տարիներ ի վեր ամեն ինչ նոր էր ու սկիզբեն պետք էր սկսել եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյան գործեց անդադար միաժամանակ կատարելով թիվանային աշխատանքները ու շրջաններուն դրվելիք այցելությունները Լիբանանյան մեզի ծանոթ պատերազմական դժվարին պայմաններում մեջ միաժամանակ ադենաբեդ էր ու քարտուղար գործիչ ու խմբակիր Հոմենտմենական իր գործունեության մեջ հատուկ դեր կգրավեն միության պաշտոնատերտ Մարզիկ ամսաթերթի հրատարակությունը, որուն իրականացման լծվեցավ ծրագրման օրենը սկսյալ անցնելով արտոնակրի ստացումեն ցևի ու ծավալի որոշում խմբակրության եւ դպարանային աշխատանքներում մանրամասնալ հսկողություն Առաջին թույլը լույս տեսավ 1980-ի մարտին նորածին մարզիկին վրա կուրկուրար զավգի մբես Ան գադարելա կորզության դիբարմը պետք է լար հոմենտմենի կենտրոնական վարչության վարգով երաշխավորված Շարունակեց թերթին աշխատանքները դանել անվրեպ հետևողականությամբ օժանդակությամբ կենտրոնական վարչության անդամ իր գործակիցներուն Գկրեր, գսրփակրեր, գտղտակցեր, բաժանորդ կաբահովեր, գլսեր ընտերցողներ ու գարձիկը ու դագավ գհարաշտի մեր մարզիկը, դառնալով հայ մամուլին բադիվ փերող հրատարակությունը իր ծավալով, իր փոխանցությամբ, իր նարագացնման ցևով, այլև իր դարածումով Եղբայր Վարդգես Տեր-Ղարաբեդյանի գործունեության մեջ հատուկ դեր կգրավեն նաև իր այցելությունները միության զանազան շրջանները հատկապես նոր հիմնվող եւ նոր զարգացող մասնաճյուղերը գառույցը նոր էր միությանականները նոր է որ պիտի ընդելանային մեքենայի կորձելագերբին դեղ հագատրություններ կնշմարվեին ուրիշ տեղեր ամփորձության արդյունք դժվարություններ կհարուցվեին Ջամպորտի ծուբը դևական ցերքին բահեց, բազմիցս այցելեց հեռավոր Ավստրալիայեն մինչև ծայրակույն Կալիֆորնիան, ներկա գտնվեցավ մասնաճյուղերուն ընդանուր ժողովներուն, շրջաններուն ներկայացուցչական ժողովներուն, ամենտեղ բացատրելով հոմենտմենի գառույցի մանրամասնությունները և գոտրոնիմը կապվածության առավելությունները մնալով միշտ շրջահայաց ջգնության մսահմաններում մեջ, պետք էր համոզել, ոչ թե բարդատրել։ Մասնակցեցավ համակաղոթային սկաուտական և մարզական ցերնարկներուն, դվավ տասախոսություններ, խոսեցավ ջարեր, ներքին ու հրաբարագային ցերնարկներ հովանավորեց, գլխավոր պնապան ունենալով աշխարհացրի բոլոր հայերուն նույն ծնունդը, նույն կաղապարներուն և նույն էդյալի ծառայությունը։ Թշնամի մեծ բաժնեց ու իրար մեհերացուց կգրկներ ան, սակայն մենք բոլորս ենք ու գմնանք արյունագից եղբայրներ։ Այս կտելատրեր եղբայրության խորհրդանիշ մեր միությունը։ Այսօր ևս իր ադենաբեդի մարմինը հողին չհանձնած
նույնը գմնա հոմենտմենի կետրոնական վարչության պատկամը։ Սկագիր հայեր, հիմա մեգնարկնար գհղենք վարդկեսին պաղտագից մյուս երկու նվիրյալ երուն։ Առաջինը եղբայր Լևոն Բերբերյան, իր ժամանակի եկիցներու ձանոթ Լևոնիգը, որ իր ջգուն ու ջարբիկ խաղերով երդասարտներու հոգիները մինչև երգինք կպարսացներ, գխանտավարեր չորստին, բանձացնելով իր գուրցքին զեդեղված ու հոմենտմենի դարերը գրող երակույնը։ Անալ անցավ խոնար շարքերեն ու շնորհիվ իր հարադևող ու կորձունյա նգարակրին, այլ և ծարայես էր իր պնավորության հասավ մինչև կակատը բուրքին, մասնակցելով համասկային մշակույթային ընկերակցության գետրոնական վարչության սկզբերուն։ Հարկանք իր հիշատակին։ Հարկանք ու բատիվ նաև երորդին, եղբայր Ներսես Խուդավերդյանի հիշատակին, երդասարդ ու խոստմնալից մեր եղբայրը, որ ավաղ շատ գանուխ շիցեցավ, առանց կարենալ ցուցաբերելու ու ասկային ձուարայության նժարի մեջ զեդեղելու իր ամբողջ կշիռը։ Հանքչիկ խաղաղ նահատակ երորդություն ու մենք կսենք մայրերու աշխարի մեջ օդարի դուք կալեցիք երազներով հայրենի ու հավատքի ծեր անսայթակ տեսիլքով հաջորդներու ճշգրիտ ուղին հարթեցիք։ Սիրելի վարդկես, հիմա որ հասավ բաժանման թարն բահա, բոլորս կխոնար հինգ անշունչ մարմնի դարչև ու գսենք, հոմենտմենագանի քու անշեղ հավատքետ թելատրված, գիսավարդ կործերըդ բիդի շարնագենք հաստատ կայլերով, քու ծրակիրներըդ բիդի իրակործենք մի առ մի, Քրիստյաններու և Հակոբյաններու թավանանքը բիդի լա մեզ առաջնորդ և հոմենտմենի հսկա ընտանիքի բոլոր անդամները ու մենք քու կործագիցներըդ բիդի լանք այնպես ինչպես թուն ուզեցիր, այնպես ինչպես թուն կձեցիր և գամ չբիդի լանք այս կյանքեն։ Զոհության հերակույն սահմաններով կծված նահատակությունըդ, ոսկի դարերով բիդի արձանակրենք հոմենտմենի պատմության էջերում մեջ, քուդի բար ծրակրով բիդի առաջնորդենք մեզի վստահված մադղաշ սերունդները, սորվեցնելով անոնց թե ով ենք մենք հայերս, վարժեցնելով անոնց ըլլալ չարքաշ ու արի, ասկասեր ու եղբայրասեր, ու բիդի հարադևենք մինչև որ չերազներու և իր ընկերներու երազը անգամ ևս դառնա շոշափելի իրականություն մեր հայրենի մայր Հայաստանի հարազատ հողեր ամբողջ տարածքին ազատության ձիածանով լուսազարդ, ննչես խաղաղ սիրելի եղբայր։ Այժմ կընթերցենք ահավոր դեպքին անդրադարձող Հոյթա Լիբանանի կենտրոնական կոմիտեին մամլո հաղորդակցությունը, որ մեկ կլսենք հայ հեղափոխական դաշնակցության անունով Գարո Հովհաննեսյանի արտասանած թամբանականը ասկային գերեզմանատան մեջ։ Հոյթա Լիբանանի կենտրոնական կոմիտեի մամլո հաղորդակցությունը Ուրբաթ 31 հունվար 1986 գիշերվան ժամի 9-ին ինքզինք հայ հեղափոխականներու դաշնակցություն հեղափոխական շարժում անվանող եւ հայ հեղափոխական դաշնակցության անունը շահագործող գազམ་ագերբությունը ահավոր ոչին մկործեց
հայ հեղափոխական դաշնակցության դեմ։ Խորքի մեջ ենթադրալ այս կազմակերպությունը նույնինքն Հայաստանի ազատագրության հայ գաղտնիպանակ ասալա գոչված վարձկաններու ցանոթ խմբակն է, որուն անդամները ցանոթ են իրենց կասկածելի գաբերով եւ թավատիր արարքներով։ Հիշյալ կազմակերպության պատկանող զինյալները Ուատուատ թաղի մեջ փորձեցին արևանքել մեր ընկերներեն 4 հոգի, որոնք կալելով հոյտա գետրոնական ագումբեն ուղղվեին դեպի իրենց բնակարանները։ Արևանկման իրենց վադարի փորձի մեջ ցախողելով զինյալները գրակ բացած են եւ սպանած մեր ընկերներեն 3-ը եւ արևանկած 4-րդը։ Ոջրային այս արարքին զոհերն են ընկերներ Վարդգես Տեր-Ղարաբեդյան, Հոմենեթմենի գետրոնական վարչության ադենաբեդ եւ Լիտանի ծրագիրին բաշխոնադարներեն, Լևոն Բերբերյան, Համասկայնի գետրոնական վարչության անդամներեն եւ Լևոն Travel հաստատության դերն ու դնորենը, երկրաչափ Ներսես Խուդավերդյան, Տասախոս Բեյրութի ամերիկյան համալսարանի բնակիդության բաժանմունքի մեջ եւ դոկտոր Հակոբ Բարսումյան, Տասախոս Հայգազյան կոլեջի մեջ։ Այս ու գուզենք լիբանանյան եւ արաբական հանրային գարձիկին փոխանցել հետեւյալ իրողությունները։ Առաջին, հայ հեղափոխական դաշնակցության ուղված այս դավաթիր արարքը մեկ օղակն է լիբանանյան հայրենիքին ուղված մեծ դավադրության, որ գնահատագրե իրարու թեմ հանել լիբանանյան համայնքները, ապա նաեւ երկփեղգել ու ներքին հագամարտությանց մեջ նետել նույնինքն այդ համայնքներեն յուրաքանչյուրը։ Երկրորդ, Լիբանանի հայ համայնքը լիբանանյան թեփքերու առաջին օրեն սկսյալ եւ մինչեւ այսօր մնացած է ու գմնա միագամ եւ անգախ իր դիրքորոշումներու մեջ, հագարակ իր վրա իքորց տրված բոլոր ճնշումներուն, անոնք լանկաղական թե այլ միջոցներով։ Երրորդ, Արդակին ուժերու գոմե Լիբանանի թեմ նյութված դավադրությունը այսօր եւս կշարունակվի, երբ հայ համայնքը հայ հեղափոխական դաշնակցության ջամփով կստանա արյունալի հարվածներ։ Չորրորդ, 5 տարի է ի վեր, այսինքն հայ համայնքին վրա իքորց տրված քաղաքական բոլոր ճնշումներուն իթերև ելնել են յետք, վերոհիշյալ կորձագալ գազམ་ագերբությունը, որ դարբեր փուլերու մեջ, դարբեր անուններով գորչորչե ինքզինք, ցերնարգեց սարսափելի ու թադաբարդելի ոչիրներու շարքիմը, որում մեկ օղակն է մեր 4 ընկերներուն թեմ գդարված թավաթիր այս արարքը։ Իսկ մեր այս ընկերները վաստակ եւ վարկ ունեին լիբանանյան կյանքի մեջ։ 5-րդ, Ոջրային այս արարքները քրքրություններ են, որոնք կնպատակադրեն քայքայել հայ համայնքը եւ խախտել անոր միությունը։ Հետևաբար, գահայդարարենք, որ ամփոփող ընթացքով պիտի շարունակենք մեր ուղին եւ քաղաքականությունը, հագարակ մեզի թեմ ուղված սնորածին անպաստանությանց եւ հերյուրաձո վերակրումներուն եւ հագարակ մեր դված անմեղ զոհերուն։ 6-րդ, Միջազգային կետնի վրա բացահայտ իրողություն է, որ հայ հեղափոխական դաշնակցությունը իր ջիկերը լարած է ի խնդիր հայ ժողովրդի եւ անոր իրավունքներուն պաշտպանության, ինչպես նաեւ զորավիք կգանքնի ի խնդիր իրենց հայրենիքի անկախության եւ իրենց ազատության պաշտպանության համար բայկարող ժողովուրդներուն։ Այս իրողության պատճառով իբրև գուսակցություն հայ հեղափոխական դաշնակցությունը կենթարկվի մեծ ճնշումներու, թե արևելքեն եւ թե արևմուտքեն եւ հատկապես Միացյալ Նահանգներուն կողմէ։ 7-րդ, Այսու գոչ կնենք արևմտյան Բեյրութի բոլոր աստեցիկ եւ հրաբարագի վրա կորձոն ուժերուն, որ ստանցնեն իրենց պատասխանատվությունը վերջ տալու համար այս եւ նմանօրինակ ոջրային արարքներու եւ երաշխավորեն բոլոր քաղաքացիներուն ապահովությունն ու խաղաղագեցությունը։ 8-րդ, Վերջապես, կբահանջենք Հայաստանի ազատագրության հայ գաղտնիպանագեն ասալան, որ անհաբաղ ազատ արձակե իր մոտ գտնվող արևանկյալ մեր բոլոր ընկերները Սարգիս Սեթլյան, Գարո Կոլանջյան եւ Հակոբ Բարսումյան, Հոյտա Լիբանանի գետրոնական կոմիտե։ Սքագիր ընկերներ եւ բարեկամներ, անցյալ ուրբաթ գիշեր Արևմտյան Բեյրութի մեջ հայ հեղափոխական դաշնակցության գետրոնական ագումբեն դուն դառնալու բահուն արևանկման անագնգալ փորձի մթիմաթելով նահատակվեցան
Տաշնակցության ընտանիքի արժեքավոր զավակներեն երեքը, ընկերներ Վարդգես Սերգարաբեդյան, Լևոն Բերբերվյան և Ներսես Խյուդավերդյան։ Մեր քաղուտը քաչ գիտե, որ մեր նահատակ ընկերները հայ ժողովրդին դվին ինչ որ ունեին, իրենց լավագույնը, ժամանակը, քրդինքը և գորովը բարձ օրերուն թե մեր ապրած ճգնաժամային հանգրվաններուն։ Անոնք անցած էին դպրոցները, շեշտելով ասենք հայ դպրոցները և ներծծած էին մեր պատմության, քրագանության ու հեղափոխական ավանդներուն ավիշները։ Այս մարզերում մեջ նաև անոնք ոչինչ խնայեցին և առայդ ընձայափերեցին իրենց բոլոր կարողությունները ուսակցական, միութենական, թե ազգային մարզերու մեջ հավասար երանթով, գիրքով, խանդավառությամբ, ինչպես ավանդված էր իրենց դաշնակցության միջավայրի մեջ։ Անհերքելի է իրենց վաստակը, բայց իրենք, ինչպես նաև մենք, դաշնակցական բոլոր ընկերներն ու հայության առողջ բանասները թերբահած բոլոր հայորդիները պիտի ուզեին, որ անոնք ավելին դային, իրենց երդասարտի հասուն դարիքի դարիներուն փերք ընձայափերեին նորեն մեր ժողովրդի զոհաբերության սեղանին, եթե երբեք հայության թշնամիները և անոնց գործակալ թավաթիրները մութի մեջ չգդրեին իրենց կյանքի թելը։ Հսկա զոհողություններ պետք եղան, որ Վարդգես Սերգարաբեդյանի, Լևոն Բերբերյանի և Ներսես Խյուդավերդյանի բես ղեկավարներ և պատասխանատուներ հասնին։ Ազգային ոճիր է անկասկած մեր ընկերները սպաննելը իրենց արդյունավորման բարձունքին։ Երեքը չէ ուրեմն, որ նահատակվեցան, որովհետև անոնցմով գրգին կողքոթագը բացրանա յուրաքանչյուր հայ և իրոք փաստացի լալով հանդերձ ոչ մեկ հայ կհավատա, որ այս այսքային ոճիրը հայու գործ է։ Հայը մարդասպան չէ, հայը մարդասպան չի գնար լալ, հայը հայ չի գնար սպանել, հայանուն վարձկաններու գոմե մեր երեք ընկերներուն սպանությունը ուղղակի փարփարոսություն է։ Իբրև դաշնակցականներ, մենք երդված ենք զոհվել մեր ժողովրդի պաշտպանությանի խնդիր։ Ասիգանորություն չէ մեզի համար։ Ոչ մեկ ձևով անդեր գցենք մեր դարաբադ ժողովուրդը, այս նոր նահատակները վգա։ Դաշնակցականը միշտ հաշտված է մահվան հետ։ Դաշնակցական մարդը դաշնակցության դված իր ուխտի երկվարյանին իսկ դադարդված է լալու անցնամոր դիբարմը ամեն դեղ և բոլոր պայմաններու մեջ ի հաշիվ իր ժողովրդին ու հայրենիքին։ Այդ ճամփուն վրա փարոյական, նյութական ու ժամանակային բոլոր զոհաբերություններու գարքին դաշնակցական մարդը ուխտած է դալ նաև ամենեն թանկագինը իր կյանքը։ Այսպես հրավարակ կալեն ամիջավեսի հետ դաշնակցությունը միշտ հանուն իր մե և բոլոր սրբություններեն բարձր հայ ժողովրդին զոհաբերած է իր զավակներեն շատեր բանդերու մեջ թե ճակատամարտներու գախաղաններու գադարներուն թե ակսորավայրերու մեջ բեդոներ, պապկենսյունիներ, կևոր չավուշներ, սերոպախբյուրներ, կալեներ իրենց երդասարտության ամենեն ծաղգյալ չրջանին։
մեծ էին բոլորնալ, բայց մեծերու այս կորուսով թաշնակցությունը չվզդիկցավ երբեք, ընդհակառակը մեծավ և ավելի զորացավ։ Արամ Արամյանը գախաղան բացրացավ, սակայն ուրիշ արամներ հետևեցան անոր գործունեության, նույն ջամփուն վրա և նույնքան վարագիչ հավատքով։ Քևորքները քացին, զեմլյակները հետևեցան անոր, զեմլյակները զոհաբերվեցան քերակույն ճակատամարտներու մեջ, Տեհլիրյաններ ու Շիրագյաններ երևցան ծառայության ճանապարհներուն վրա։ Սերոպներին կան, ռուփեններ հայտնվեցան նույն բաբագով և նույն քանարի։ Հաջորդականության այս շղթան է, որը հապեկ կացության մատնեց և գշարունակե նույն կացության մեջ պահել մեր թշնամին, որ զանազան գերբարանքներու և թիմակներու տակ օրմը թիվանագիտական ջամփով, ուրիշ օրմը նյութական գշիրով, իսկ ներկայիս վարձկաններ գործի լծելով։ Թշնամին այս միջոցներուն գտիմե հայ ժողովուրդի հոգիեն արմադախիլ ընելու համար բաբենական հողերուն դենչը, արդարության զգացումը, հադուցման պահանջը և այն բոլոր իրավունքները, որոնց համար երթումին հմայքն ու զորությունը իրենց հոգիներուն մեջ պահող նոր ուխտաբահները Հանցինն Վարդգես Տեր-Գարավետյանի, Լևոն Բերբերյանի և Ներսես Խուդավերդյանի իր հիմնատուտրենեն ի վեր Դաշնակցություն եղած է փորձություններու և փոթորկումներու ենթարկված կուսակցությունը։ Այդպես եղած է, որովհետև իր սկզբունքներն ու քաղաքական դարողությունը ունեցած են ամուր գրվաններ։ Բաներ են ասոնք, որ միշտ քաղաքական թե պետական հակառակորդներուն ահոթող պատճառած են։ Եթե ուրիշ որևէ փաստ գոյություն չունենար, հայության մեջ դաշնակցության շուրջ եղող անհատներուն դրված հարվածները պիտի փավեին հաստատելու, որ թշնամին իր հարվածը միշտ կուղե ամուրին, նպատակասլաց ուժին և հերանեկար ունեցողին, քաղաքականորեն մաքուրին և ժողովրդավնվեր կեցված մարմնավորողին։ Հսկա գայսրություններ ունեցած են այն մտածումը, որ դաշնակցությունը գլխատելով գրնան հարվածել դաշնակցության գաղափարը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ մարմնացումը հայ ժողովրդի հայրենական իղձերուն, ազատության դենչերուն, ինչպես նաև իր հայրենիքին և ազատության մեջ մարդկության հարաշտիմության իր նպաստը բերելու։ Բայց իրականությունը այն է, որ դաշնակցությունը իր ընդրելակույն զավակներուն, ինչպես նաև բարձ շարքայիններուն ստացած այլազան հարվածներեն ետ վերականգնած է միշտ և շարունակած իր առաքելությունը, որ նույնը եղած է միշտ, ծառայել հայ ժողովրդին։ Այս հավատքը այնքան զորավոր է իր մեջ, որ զուր է կարծել, թե նոր զոհերով գչլատվի դաշնակցությունը, գշեղի իր առաքելութենեն, կամ գանցնի պատմության կոծվող էջին։ Կար ժամանակ, երբ կախաղաններով փորձեցին իսպար չնչել դաշնակցությունը հրավարագեն, բայց չհաջողեցան։ Բանդերու մեջ չանացին վերջ տնել այս կազմակերպության ու ցախողեցան, աքսորներով, թաղամանական արարողություններով ու նաև ասոնց արձագանքող վեբերով, թատերերկություններով, հրավարակագրական գադաղություններով, երգերով ու փեմպասատություններով մեր թշնամիները չգրցան ոչնչացնել դաշնակցությունը դաշնակցականներուն մեջ, և որովհետև ցախողեցան իրենց փորձի մեջ, ուրեմն նաև չգրցան դաշնակցության մարմնավորած ոգին ոչնչացնել հայ ժողովրդի լայն զանգվածներու մեջ,
որովհետև դաշնակցությունը եւ հայությունը կգազմեն անկագդելի միություն, արյունը արյունեն եւ ոսկրը ոսկրեն։ Եվ դագանվին անոր համար, որ դաշնակցությունը հայ ժողովուրդեն անչափ առանցին քաղաքապարապանություն չունի նաեւ առանցին որևէ հերանեկար։ Սքագիր ընկերներ եւ բարեկամներ, հայ հեղափոխական դաշնակցությունը իր ազատագրական պայքարի մեջ դված է բազմահազար զոհեր եւ նահատակներ։ Մեր այժմու ազատագրական պայքարի մեջ ալահա գունենանք բազմաթիվ զոհեր։ Քաչ գիտենք, որ նահատակներ պիտի ունենանք վաղնալ, բայց այդ զոհերը նվազագույն չափով երբեք չեն գացեցուցած դաշնակցության երթը թեպի իր քերակույն նպատակները։ Այսօրվան զոհերն ալ հետևաբար պիտի չգեցնեն մեզ մեր ազատագրական պայքարի մեջ։ Նահատակներ տված ենք սուլտաններու եւ անոնց հաջորդողներուն կողմէ։ Զոհեր ունեցած ենք ցարերու, բոլշևիկներու բանդերու եւ աքսորավայրերու մեջ։ Սակայն մեր այսօրվան նահատակները զոհերն են մեր թշնամիներու վարձկաններուն։ Այսուհանդերձ ասոնք չեն թատրիր դաշնակցության ազատագրական պայքարի զոհերը լալե։ Անցյալին մենք վերցուցեր էինք ցերնոցը, երբ սուլտանները իրենց յատաղաններով գխեղտեին հայության արդար բանջարությունը։ Մենք վերցուցեր էինք մարտահրավերը, երբ ցարերն ու չեգիստները հազարավոր դաշնակցականներ գուղարկեին դաշնավայրեր։ Մենք վերցուցեր էինք կոդին, սակայն ոչ սուլտանները, ոչ ցարերը եւ ոչ ալ չեգիստները հաջողեցան ձունգի բերել մեզ։ Մենք մազաչափից չդադրեցանք հայ ժողովրդի քերակույն նպատակներու ցերկերման մեր բանջարության մեջ։ Ներկայիս աղդոտ ու լրբենի թրկապարով ունենք հաբիտ պայքար մգցեր նարգվի հայ հեղափոխական դաշնակցության դեմ։ Ցերնոց կնետվի դաշնակցության նույն ինքան դաշնակցությունը բարակդելու եւ իսպար չնչելու նպատակով։ Ու մենք կհայտարարենք հանուն հայ հեղափոխական դաշնակցության մարմիններուն, թե դաշնակցականի վայել գեցվածքով ու կորձելագերբով գվերցնենք այս ցերնոցը։ Գվերցնենք մարտահրավերը ու կհայտարարենք, որ մեր շարքերը ամուր են բոլոր ժամանակները ավելի։ Գվերցնենք ցերնոցը եւ մեր գողքին ունենք ոչ միայն մեր համագիներու ամփոխ ցանցը, այլև ամփոխ հայությունը Հայաստանի, Լիբանանի եւ Սպիրկի բոլոր քաղաքներու մեջ։ Այսպես ցույց կտան արդեն մամուլի մեջ հրադարակված բոլոր հաղորդակցություններն ու հերակրալուները։ Մեր ժողովուրդը առողջ մնայուն փնասմ ունի հայութենեն դուրս մտարելու իր անկիր դոմարներեն իսպար չնչելու ամեն հայու անուն, որ գվնացե հայության։ Այս փնաստը կբադրե գեղձիքի, սուդի և խաբեբայության ամենեն զորավոր թիմակն անգամ, գմարե ամենեն անօրինակ դենթը, մեր ժողովուրդին առողջ փնաստը գքշե գդանի արվեստական ու շինձու բոլոր հիմնավորումները և գար ժամանակամիջոցի մեջ գթարցնե զանոնք խեղճ ու դիծաղելի։ Ոչ ոք կրնաթեմ գենալ այս փնաստին, այս ոգեղինացած ուժին, ոչ ոք գրծած է հաղթանակ դանիլ անոր վրա, ոչ ոք թիմացեր է անոր անողոք հարվածներուն, որոնք բադրանաթապ և զինաթապ ըրած են, բոլոր անոնք, որ դուրս ելած են անոր ուղի են։ Մենք երմնդանք չունինք, ըսպանություններ գլան, արևանքումներ կգադարվին և ռմբահարումներ դեղի գունենան, և որքան սասկանան հագադաշտակցական հալածանքները, նույնքան և ավելի կխորանա հավատքը մեր սրբազան թադին,
նույնքան եւ ավելի գամրամն թվի մեր արիությունը։ Այս իմաստով բնական է, որ զոհեր դանք մեր նպատակներու իրագործման ճամփուն վրա։ Ռուփեն գահստադե իրավամբ։ Եթե բայկարի մեջ բոլորս մտածեինք ողջ մնալ, այդ բարակային բայկար իսկ գոյություն պիտի չունենար։ Մեջս ռոբեմը գխոսեր ըստրգությունը, բայց անմիջապես անհաշ տեղափոխությունը գծծվեր։ Վերջինն էր, որ պիտի հաղթեր արյունոտ ճամփան շարունակելու համար։ Գուքան ու գանցնին դաշնակցության թեմ ծծվող բոլոր խոչընդոտները եւ հալածանքները, ինչպես անցած են նախորդ բոլոր փորձերը։ Հակադաշնակցական բայկարի ընթացքին դաշնակցության են բացած յուրաքանչյուր ընկեր երդասարտը լան թե դարեց մտավորական պատրաստություն ունեցող թե բարձ աշխատավոր գորուստ է հայ ժողովրդին համար, որովհետև հայ հեղափոխական դաշնակցությունը չափազանց շատ զանապերնված կսկայինք զինք իր զարայության մեջ, անպետք ունի բոլոր ընդունակություններուն, միտքի, բազուկի և ոգի դեր բոլոր անձերուն, բայց ասիկա բնավ չի նշանագեր, թե բաքսողները անպայման կհարված են գործը, որովհետև բաքսող յուրաքանչյուր ընկերոջ հետ անոր գամքը թարգմանող մշակույթին մղումով նորերը գուքան և գշարունակեն գես ծկած գործը անոր փաղցանքը։ Հոհիտա բիրոյի, Լիբանանի գետրոնական կոմիտեի և արդասահմանի դաշնակցական բոլոր մարմիններուն անունով գխոնարհիմ մեր երեք ընկերներու թարմ հիշադակին առջև։ Ահա, երբ վերջին հրաժեշտու գուտանք մեր երեք ընկերներուն, անոնք միացայն, մեր թաշնակ, պասրաղաղակ ու թաշնակցականի արնական ցայնով գերք են հիմա, ահա համքից թող գմտնենք, մեր հույսը թուգեք, ընկերներ, շարունակեք մեր սուրբ գործը թաշնակցության վեհ կաչեր։ Վերջապես, Վարդգես Տեր-Ղարաբեդյանի, Լևոն Բերբերյանի, Ներսես Խուդավերդյանի անարգսպանության և պրոֆեսոր Հակոբ Բարսումյանի արևանքման 40-ամյակին նվիրված մեր այսօրվան հաղորդումը կպագենք Մեծիդանն Գիլիկիո Օրվան Կաթողիկոս Քարեկին II Սարգսյանի հայրական խոսքով, որ հուղարկավորության և թաղման օրը 5 փետրվար 1986-ին լույս տեսած է Աստակ օրատերտի առաջին էջով։ Հայրական խոսք։ Սիրելի զավակներ, հայ ժողովրդի, որի Լիբանան։ Այս վերջին քանի օրերուն սիրտս խորապես խոցվեցավ, երբ իմացա այնքան ցավալի և ընդվզեցուցիչ լուրը 3 պատվական հայրենիներու Վարդգես Տեր-Ղարաբեդյանի, Լևոն Բերբերյանի և Ներսես Խուդավերդյանի սպանության վատ ու անարգ արարքին և Հակոբ Բարսումյանի արևանկումին, որտեղի ունեցավ 31 հունվարի գիշերը Բեյրութի արևմտյան մասի մեջ։ Այսօրալ թարնությամբ լսեցի Բուրչամուդի մեջ 3 գիրագի գիշեր կատարված խափանարարական արարքներու, հայկական թաղերու մեջ հայկական վաճառատուներու բայթեցումներու մասին, որոնք պատճառ եղան կանտումներու և նյութական ծանր վնասներու։ Ասկե առաջալ պատահեցան նման արարքներ, որոնց համար խորապես ցավեցա և ցնցվեցա, բայց հուսացի և խորեցա, որ հայ ժողովրդի կողմէ միահամուռ դատապարտումը անոնց գրնար սկաստությամբ բերել զանոնք կատարողները և վերջ դնել նման ոճրային և խափանարարական արարքներու։ Բայց այս վերջին օրերու ծանր դեպքերը եկան հաստատելու, որ դժբախտաբար այդ արարքները կատարողները փոխանակ սկաստանալու և վերջ դնելու նման վատ և մարդկայնորեն ու հայորեն անվայել և այն թույլատրելի արարքներու նմանօրինակ նոր արարքներով խրեցին կյանքերը ընդիր հայ զավակներու, խրովեցին անխտիր բոլոր հայերու սիրտերն ու միտքերը և դուն տվին նորանոր կանտումներու, անցկություններու և ընդվզումներու։ Այս բոլորին դիմաց ինձի համար այլևս անկարելի էր լրել և ցավն ու ընդվզումը իմ անձիս մեջ պարպակված պահել։ Հայրական սիրույս և բարդավորությանս զգացումներով ուզեցի այս խոսքը ուղղել բոլորիդ անխտիր։ Սիրելիք, դժվար օրերու մեջ ենք անցնենք լիբանանյան տագնապահար մեր երկրի մեջ։
Հարգ է խոհական, աչալուրջ սկաց ծևով շարժիլ եւ ասկային միասնականությունը ամուր բահել փոխադարձ սիրո, միության եւ կորձակցության առողջ եւ առողջարար շոշափելի դվյալներով, կորձնական արդայություններով ամրապնդված։ Հոգեգան ինչ ուրախություն է ինձի համար տեսնել մեր ժողովրդի բոլոր զավակները, որոնք իրարու միացած, մեկ սիրտ եւ մեկ հոգի դարձած, իրենց համայնական հայությունը ամեն բան է վեր կբահեն, որովհետեւ այդ միության մեջ է մեր քերակույն շահը եւ մեր բարձրակույն բադիվը։ Սրդալիր ինչ խնդություն է ինձի համար տեսնել, որ մեր հայ հարանվանական համայնքներու զավակները եւ ասկային քաղաքական գուսակցության անդամները հագարակ իրենց թավանապանական եւ քաղաքապարապանական դարբերություններուն ներթաշնակ կորձակցական կյանքի ընթացքը որդեգրած են հանուն եւ իսեր հայության ընդհանրական շահերուն։ Լիբանանի մեջ դասնամյա այս դակնաբալի շրջանին մեր կերակույն հարստությունը, մեր ամրակույն ուժը եւ մեր համայնական բադիվը այս միասնականության մեջ է։ Սկացինք, դեսանք, ուրախացանք եւ զորացանք անով։ Բոլոր լիբանանցիները եւ աշխարհն ամբողջ հիացան մեր այդ միասնականության վրա։ Կողունակության սկացումով շատեր կշնորհավորեն լիբանանահայությունը իր այս կանչելի գեցվածքին համար։ Բեդական անձնավորություններ, եկեղեցական բարձրաստիճան թեմքեր, դիվանագիտական մարմիններու ներկայացուցիչներ հաջող ինձի գարդայդվին խոր ուրախություն հայտնելով լիբանանահայ ժողովրդի այս օրինագելի գեցվածքին համար։ Վերջին դարվան ընթացքին եւ մանավանդ այս վերջին օրերուն, սակայն բադահած ոճրային եւ խափանարարական գարկմը արարքները ըստ վեր կբերեն մեր հայ անունին։ Գաղարդեն մեր հայու ջակտին բայձար քիրը, որ մեկ է թարերու նահատակության գնիկով տրոշմած։ Գահավադամ, որ այս ստեպքերուն համար միակ ուրախացողները անոնք են, որոնք հայության թշնամի են եւ չեն ուզեր տեսնել հայության միությունը, զորացումն ու բարգավաճումը։ Գոչ կուղեմ ձեր բոլորին, որ անայլայլ մնաք ձեր միության, փոխադարձ սիրույն, իրար հասկացողության, միասնական գեցվածքին եւ ներթաշնակ գործունեության սկզբունքներուն վրա։ Նման դեպքեր ուժ չունին վնասբերելու կամ դգարացնելու համար հայության միացույլ եւ ամրագուր ամբողջականության եւ ընդհանրական շահերուն եւ անոնց նվիրված ըլլալու ձեր գամքն ու որոշումը։ Միասնական այդ դիրքորոշումով գապված պետք է մնաք Լիբանանի միության, ամբողջականության, գերիշխանության եւ օրինական գարկերուն եւ գառուցվածքներուն պահպանումին։ Ուխտի նվիրականությամբ հայ ժողովրդի իրավունքներուն նվիրվելու ձեր սերտ լծակցությունն ու միաչան կորձակցությունը ոչ մեկ ստվեր տողդեսնեն նման դեպքերը, որոնք կցկտին խանգարելու միասնական այդ կամքով բրգված ձեր ճանկերը։ Բոլորդ կորձակցեցեք, որբեսի վերջ գտնեն նման վատ արարքները, որոնք երբ ձեր միության ամրաբին ժայրին հանդիպին, անպայման կծախողին։ Գոչ կուղեմ բոլոր անոնց, որոնք նման ոճրային խափանարարական արարքներու գտիմեն, գույր կամ նեղմիտ կամ չարամիտ մտայնությամբ առաջնորդված ետ գենալու նման բռնամիջոցներ է։ Ոչ մեկ հայ, որ հայության սկացում, ըմբռնում եւ նախանցախնդրություն ունի, գրնա նման միջոցներու դիմել։ Ոչ մեկ հայը ճշմարտորեն հայ գրնալալ Աբրահամ Աշճյանը, Սարգիս Սետլյանը, Հակոբ Բարսումյանը եւ այլ հայ անձեր արևանքելով կամ Սարգիս Ազնավուրյանը, Վարդգես Տեր-Ղարաբեդյանը, Լևոն Բերբերյանը, կամ Ներսես Խուդավերդյանը եւ կամ այլ հայ անձեր սպաննելով, անձեր, որոնք իրենց կյանքն ամբողջ, իրենց հավատացած գաղափարին եւ ասկային ծառայության այլ մարզերուն նվիրած են։ Ովալ ըլլան նման բռնական արարքներ կատարողները հայրական գոչ կուղեմ իրենց ետ դառնալ ասկավնաց նման արարքները եւ զոհ չերտալ հայության վերազարթոն կխափանել փորձող օդար ուժերու շահագործուններուն այս բղդոր օրերու խառնակ կացութենեն կաչալերված։ Լսեցեք վշտացյալ հոգևոր հորմը այս սրդակին գոչը եւ հանուն հայության բադիվին, իսեր հայության աբակային, իշահ Լիբանանին եւ հոգուտ հայ ժողովրդի տադին, փագեցեք այս տխուր էջը եւ վերապացեք սիրո, միության, եղբայրության ու կորձակցության էջը, իվայելումն մեր բաշտելի հայ ժողովրդին եւ իծարայություն հայ ժողովրդի հաղթանակին եւ իբարս Աստուծո։ Հայրական ջերմ սիրո ողջունիվ Կարեկին երկրորդ կաթողիկոս Մեծիդանեն Գիլիգիո 3 փետրվար 1986 Անտիլիաս Լիբանան։
Հարգելիներ, հadouk հայդակիրով մենք այսօր հարկանքի դուր կնձայեցինք հայ ժողովրդի եւ անոր արդար տադին նվիրյալ 4 հայրենիներու, որոնք 40 տարի առաջ այսօր նահատակության փարաբսագին արժանացան առանց տեսնելու ազատ ու անկախ Հայաստանը։ Հարկանք իրենց վաստակին, խոնարհում իրենց հիշատակին։